Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր առավոտյան մի գրառում էի տեղադրել էլեկտրական մեքենաների ավելացված արժեքի հարկի արտոնության երկարացման վերաբերյալ, տեղեկացնելով, որ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել այդ նախագիծը, որպեսզի այդ արտոնությունը 2026-ի հունվարի 1-ից հետո շարունակվի մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, իհարկե նախագիծը վերաբերելու է միայն մինչև 2 տարեկան մեքենաներին եւ դա ունի դրդապատճառ, որպեսզի հնարավորինս նոր մեքենաներ ներկրվեն Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, որտեղ այդտեղ կարծես թե ամեն ինչ պարզ է։ Մեր շատ քաղաքացիներ իմ այդ գրառման տակ հարց են բարձրացնում էլեկտրական մեքենաների գույքահարկի վերաբերյալ, նկատի ունենալով, որ այն ավելի բարձր է եւ պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկեն այն իջեցնելու համար։ Քանի որ ես հարցը շատ եմ ուսումնասիրել, ուզեցա այսպես անդրադառնալ, որտեղ բազմաթիվ մեր քաղաքացիների անձամբ պատասխանել են, բայց կարծես թե բարձաբանելու տեղ կա շատ։ Տեսեք, գույքահարկը համայնքային հարկ է, այսինքն մենք երբ վճարում ենք գույքահարկ, մեր անշարժ գույքի համար, տրանսպորտային միջոցների համար, այդ միջոցները ուղղվում են դեպի մեր համայնքային բյուջեներ, որտեղ որ մենք ապրում ենք կամ ավելի շուտ գրանցված ենք, որով եւ հետագայում ծախսեր են կատարվում համայնքային կարիքների համար, ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, մանկապարտեզներ, այլ համայնքային ծախսեր եւ այդպես շարունակ, այսինքն այնպես չի, որ դա պարզապես ինչ որ անհասցե վճարում է, դա պետք է ֆիքսենք եւ ակնկալելուց, որ գույքահարկը պետք է իջեցվի, պետք է հասկանանք, որ դրանից համայնքային եկամուտներն են իջնելու։ Սա ընդհանրապես գույքահարկի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է էլեկտրական մեքենաների գույքահարկին, ուրեմն այստեղ խնդիրը հիմնականում ծագում է այն պատճառով, որ որոշ մեքենաների գույքահարկը հաշվարկվելով շարժիչի հզորությամբ բարձր է ստացվում եւ կարող ենք ասել, որ կարծես թե մի քիչ անհամաչափորեն բարձր է ստացվում, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ նախ դրանք շատ քիչ թվով մեքենաներ են եւ կան նաեւ էլեկտրական մեքենաներ, որոնք շատ համադրելի շարժիչի հզորություն ունեն, ասենք 200-300 ձիաուժի շրջանակներում, նույնիսկ 150-ից 200 ձիաուժի շրջանակներում եւ նրանց գույքահարկը ըստ էության շատ չի տարբերվելու բենզինով շարժիչով կամ էներգիայնային շարժիչով մեքենաների գույքահարկից։ Հիմա երբ որ մենք եւ ես այս մասով մեծ ուսումնասիրություն եմ արել, բազմաթիվ մոդելներ եմ նայել, շատ քիչ մոդելներ կան, հիմնականում դա Tesla-ն է եւ եթե չեմ սխալվում, չինական Zeekr-ը, կարող է ուրիշներ լինեն, ամբողջությամբ չեմ ուզում ասել, որ միայն այդ երկուսն են, բայց մի բան պետք է հաշվի առնենք, տեսեք, մենք էլեկտրական մեքենաների համար արդեն այնքան արտոնություններ ունենք, սկսած ներկրման մասով, վերջացրած, օրինակ, չգիտեմ, Երևանում կարմիր գծերի մասով, որ ակնկալել, որ դրանից ավելել պետք է գույքահարկը, հենց ավել արտոնություններ պետք է սահմանեն գույքահարկի տեսքով, մի քիչ անարդար է ստացվում ներքին այրմաշարժիչով մեքենաների սեփականատերերի նկատմամբ, որտեղ նրանք էլ նույն տրամաբանությամբ բարձր ձիաուժ ունեցող մեքենաների համար բարձր գույքահարկ են վճարում, այստեղ հարցը մի քիչ ավելի համակարգային է, թե արդյոք ձիաուժերը պետք է լինեն հիմք ընդհանրապես գույքահարկի հաշվարկման, մենք սրա մասին քննարկումներ ունենում ենք եւ անկեղծ պետք է ասեմ, որ դեռևս ավելի լավ եւ ավելի արդար թեև ասում եմ սա հնացած ինչ-որ մոդել դեռ չեն գտել, մեր գործընկերները ֆինանսների նախարարության շուտով պատրաստվում են մեզ ներկայացնել իրանց ավելի լայն ուսումնասիրության արդյունքները, որպեսզի հասկանանք կարող ենք այստեղ համակարգային բարեփոխումներ անենք, որը կվերաբերվի եւ էլեկտրական մեքենաներին եւ բենզինով էներգիայնային շարժիչով մեքենաներին, բայց մի բան էլ պետք է հաշվի առնենք, հարգելի հայրենակիցներ, եւ հեսա իմ օրինակն էլ կբերեմ, որպեսզի չստացվի, որ օդում եմ խոսում, էլեկտրական մեքենաների շահագործումը ինքնին արդեն այնքան մատչելի է ծախսի առումով, ասենք բենզին դիզելի համեմատած էլեկտրական հոսանքի եւ նաեւ սպասարկման տեսանկյունից, որտեղ ըստ էության օրինակ էլեկտրական մեքենաների դեպքում չի փոխվում յուղ, ասենք անտիֆրիզ, արգելակները շատ ուշ են մաշվում, որովհետեւ շարժիչով արգելակումը կատարում, ենթադրում եմ բոլոր ժամանակակից էլեկտրական մեքենաների, որ ինքը այնքան մատչելի է նստում, որ նույնիսկ եթե մեծ գույքահարկ ես վճարում կոնկրետ որոշ մոդելների համար, դա միևնույնն է բազմապատիկ անգամ ձեռնտու է։ Ես հիմա իմ օրինակը կբերեմ, ես Tesla եմ շահագործում,
էլի այդ նույն բանով եւ սա կասեմ բույքարկը ինչքան է ին վրա 1 կիլոմետր շահագոր այսքան վարելու նստում է 8-ից 9 դրամ տանը լիցքավորելու դեպքում ինչը պատկերացրեք ասենք չգիտեմ ուրիշ մեքենաների դեպքում 50-100 դրամ կարող է նստել ներքին արման շարժիչով մեքենա այսինքն ինքը բազմապատիկ ավելի ձեռնտու է բոլոր իր արտոնություններով միասին եւ նույնիսկ եթե արտոնություն չլինի պարզապես շահագործելիս որ ակնկալել որ գույքը հարկել չպետքա վճարեն կամ բազմապատիկ ավելի ցածր գույքը հարկ պետքա վճարեն կներեք մի քիչ անտրամաբանական է նորից եմ կրկնում խոսքը մի քանի տեսակի մեքենաներին է վերաբերում որովհետեւ շատ մեքենաներ կան որոնց գույքը հարկը էլի տենց նորմայի շրջանակներում է ու օրինակ իմ մեքենայի գույքը հարկը 351 ձիաուժի դեպքում 22 թվի արտադրության կազմում է 338,850 դրամ հենց հիմա նայում եմ որը թվում է շատ բարձր թիվ է բայց երբ որ ես բաժանում եմ ես բավական շատ եմ վարում կիլոմետրով երբ որ ես բաժանում եմ իմ բենզինի եւ էլեկտրական հոսանքի տարբերության վրա սա պարզապես տենց 1-2 ամսում ես այս գումարը ըստ էության հանում եմ իհարկե նորից եմ կրկնում սա կոնկրետ տեսլաներին է վերաբերում եւ որոշ մոդելների մի ուրիշ խնդիր էլ կա երբ որ ձիաուժերը ճիշտ չեն արձանագրվում կամ տարբեր կերպ են արձանագրվում նույն մեքենայի ձիաուժերը տեխնիկական անձնագրերի մեջ դրանով էլ ենք առանձին զբաղվում ինչ որ հիմնավորումներ ներքին գործերի նախարարությունը բերում է բայց վստահ եմ որ այո պետք է լինի ունիֆիկացված եւ չի կարող նույն մեքենան օրինակ մի դեպքում լինել չգիտեմ 300 ձիաուժ մյուս դեպքում 400 ձիաուժ որովհետեւ նախ դա անտրամաբանական է եւ երկրորդը դա մեծ տարբերություն է տալիս գույքարկի վճարման մասով այսինքն ես երկու մասով է զբաղվում ենք բայց ուզեցա որ անպայման նման խոսակցություն ունենանք որպեսզի պատկերը ավելի պարզ լինի եւ միանշանակ է որ էլեկտրական մեքենաները ավելի ձեռնտու են շահագործել անհատի տեսանկյունից նաեւ պետության համար են ձեռնտու սա էներգետիկ անկախության հարց է որտեղ հոսանքը մենք ենք արտադրում իսկ բենզին եւ գազ ներմուծում ենք շրջակա միջավայրին է ձեռնտու իհարկե մարտկոցների վերամշակումով եւ ուտիլիզացիայով ինչպես նաեւ գիշերը արտադրվող ավելցուկային հոսանքի հարցն է լուծվում այնպես որ էլի կթարմացնենք տեղեկատվությունը նորություններ լինելու դեպքում մոտ շաբաթներին քննարկումներ ունենալու են գույքահարկի մասով այսքանը լավ եղեք